Վերջին հարցը իմ։ Էլի տեխնոլոգիա երևի ձեզ անվանում են կալուգացի։ Այսինքն նկատի ունեն, որ դուք հայաստանցի չեք, չնայած ձեր կենսագրության մեջ գրած է գյուղ Կալինինո հայկական ԽՍՀ։ Անվանում են կալուգացի ցույց տալու համար, որ դուք օտար եք։ Այդ բառը, այդ պիտակը ձեզ խոցում է, ձեզ վիրավորում է։ Իհարկե ոչ։ Ես չեմ թաքցրել, չեմ թաքցնում, որ ես 10 տարի ապրել եմ Կալուգայում։ Եվ միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը։ Այսինքն ինչից ես վիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել։ Հայկական հողերը չեմ հանձնել։ Այսինքն փորձանք մեր երկրի վրա չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի եւ Հայաստանի կողքին։ Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում դա ինչքան պատվաբեր է։ Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ։ Կարող է 1000 կիլոմետր փախնեին։ Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է ինչ-որ վիրավորական բան են ասում, չեմ վիրավորվում։ Ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում։ Պայքարի մեջ, եթե 7 ամիս ինձ տանում պահում են 2 բառի համար չեմ վիրավորվել։ Հիմա ինչ Կալուգացի Սամո ասեցին։ Հա, ընդամենը Տաշիրի Սամոել են ասում, Կալուգայի Սամոել են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան։ Բայց իրանք էլ էին ուրախացել։ 10-ից հետո դուքանից մեկ ասում էին Կալուգացի Սամոյի հետ։ Դե դա այդ ժամանակահատվածի դե ինձ իմ ընկերներն էլ հիմա բոլորն էլ ժամանակին ասել են, որ ապրել եմ Կալուգայում, ասել են Կալուգացի Սամո, չեն ասել Չմո Նիկոլ, ասել են Կալուգացի Սամո։